աղբեր նայում ենք։ Սենց սիրում ենք աղբեր, տեղ ենք տալի ձեզ։ 2 ժամից օդանավակայան, առանց ճամփրուկդ հավաքելու։ Որ երկիրն ես ընտրում։ Վայ, կեթայ մի անգամից Վեգաս։ Որ քաղաքում են քեզ ամենաշատը ճանաչել։ Եվրոպայում ոնց որ այդքան քայլը շատ քիչ ես հայ տեսնում, որ ես միշտ երազել եմ Ամերիկայում ապրելու մասին չլինելով։ Հայրին դե ոնց են ընդունում։ Ովքեր։ Ամերիկացիները։ Գիտես ինչ, ամերիկացի բառ չկա լոսում, հա, հյուրեր նաև Աշոտ Ղազարյանն, օրինակ Աշոտ Ղազարյանն է դուր չեր եկել էդի։ Լավ, սենց ձևակերպեմ, որ քաղաքում են մարդիկ ամենաերջանիկը, որ դու այցելել ես։ Ունեցեք մեծ կապեր, բայց հիշեք, որ պիտի վերադառնաք ձեր կրթությունով, գիտությունով Հայաստան ու ծառայեք հայրենիքին։ Այսօրվա մեր հյուրը այն մարդկանցից է, որին տեսնելիս ակամայից ուզում ես ժպտալ, բայց ամենահետաքրքիրը այն է, որ ցանկացած հումորի ետևում թաքնված են հետաքրքիր պատմություններ։ Ողջույն սիրելիներս, ես Լիանան եմ եւ դուք դիտում եք հայկական առաջին ճամփորդական ոդկասթը։ Ովքեր մեզ չեն բաժանորդագրվել, բաժանորդագրվեք ալիքին, քանի որ ձեզ սպասվում է հումորով լեցուն, հետաքրքիր եւ անակնկալներով զրույց։ Արմուշ ջան, ողջույն։ Ողջույն, ողջույն։ Վիտամինից Արմուշը։ Լավ, դու ինչպես ես։ Ես եմ շատ լավ։ Այսօր դանդաղ խոսալ ենք, դանդաղ ոդկաստ անենք, որովհետեւ ոչ մեկ չի շտապում այստեղ։ Այո, ես ողջունում եմ ձեր նկարանող խմբին, որ իրոք տենց համբերատար, դանդաղ, հանգիստ։ Հա, Տենց պատրաստ են մինչև երեկո մեզ հետ լինել։ Հա, 6-ից հետո են անգամ, հասկացա։ Իսկ այսօր համաձայն ես, որ իրար հետ բարձենք ով է Արմուշը բեմից դուրս եւ ճանապարհորդությունների ընթացքում։ Ավելի շատ բանո, ճանապարհորդությունների ընթացքում, որտեղ բեմից դուրս է։ Ես եմ։ Հա։ Ես կարող եմ չացավ։ Պոդքասթը նայել ես էջի։ Ում հետինն ես նայել։ Անծանոթ մարդ։ Շատ լավ։ Պատկերացրու հիմա ես քեզ ասում եմ, գնում ես 2 ժամից օդանավակայան, առանց ճամփրուկդ հավաքելու։ Որ երկիրն ես ընտրում։ Վայ, կեթայ մի անգամից Վեգաս։ Վեգաս։ Հա, շոուների կգնայի։ Հա, չէր անի շոուն դեղ, այլ կգներ գնայի շոուների, հա։ Շոուների կգնայի։ Հա, Վեգասի սիրում եմ։ Գիտես իմ մոտ ինչ տպավորություն է, որ դու ցանկացած travel fail վերածում ես մի հատ շատ հետաքրքիր պատմության։ Իսկ հիմա այդ ամեն ինչը հայերեն travel fail։ Ձախողում։ Okay։ Դու Ամերիկայում ապրած մարդ ես, տենց բառերը պետք է իմանաս, հասկացա, լավ, ցանկացած ճամփորդական ձախողում վերածում ես հետաքրքիր պատմության։ Իհարկե։ Հենց այն ձախողումներն են էլի խնդալու լինում, ձախողումներն են խնդալու լինում, որ հետաքրքիր օրինակ իմ հետ էս վերջերս է, բայց թռիչքի հետ չի եղել ձախողում, բայց ամենայն դեպս ձախողումներ տենց չենք ունեցել, որտեվ ժամանակի միշտ բոլորս տեղում ենք եղել, ժամանակի միշտ գնացել ենք, թռել ենք, թռիչքներից չենք ուշացել երբեք։ Ոչ մի անգամ։ Երբեք։ Ինչ անհետաքրքիր ճանապարհորդել։ Լուրջ եմ ասում, երբեք չենք ուշացել, ասենք չկա տենց բան, որ մեկի պատճառով ինչ-որ ձախողում լինի։ 10-ից 1-ը չի եղել, որ ուշանա։ Ոչ մի հատ չենք եղել, ոչ մի թռիչք չենք ուշացել, ոչ մի։ Եղել է որ ծերը ծերին հասել ենք, բայց չենք ուշացել։ Ասենք չի եղել որ ինքնաթիռը թռնի ու մենք մնանք։ Իսկ չի եղել որ այլ քաղաք պետքա գնացքով գնաք շփոթվել եք ուրիշ տեղ եք իջել, տենց բանը չի եղել։ Լուրջ եմ ասում, այդ հարցումը ինձ անհետաքրքիր են, որտեվ շատ Ոչ մի չես պատմել, բախես եկել։ Դիսցիպլինա, եկել եմ քեզ տեսնեմ։ Քեզ կարոտ եմ։ Ես քեզ եմ շատ կարոտ, բայց մի բան պետք է խոսանք։ Հա, խոսանք, բայց բաները, ասենք ճանապարհորդության ընթացքում դե բնականաբար կուրիոզ դեպքեր լինում են։ Ուղղակի իրականում շատ ճիշտ ես ասում, մի քիչ անհետաքրքիր հյուր եմ այս ֆորմատի մեջ, ինչի, որովհետև մեր մոտ այնց է դասավորվել, որ մենք տղաներով ենք, մեր խումբը տղաներ են, ու մեր կուրիոզ դեպքերը շատ ժամանակ եթերային է չի լինում։ Բայց ինքը, ասենք ինքը շատ խնդալու է, եթե հիմա էսի անջատենք ու նստեմ պատմեմ։ Նա տանջատ Այդ չեն կարա դնենք։ Հա, դա չեն կարա դնենք, էլի հասկանում ես, դա համ ներքին կուխնիա է, բայց դու որպես հարազատ մարդ կարամ քեզ կոյեց նստում բայ իմացա, չէ՞։ Լավ, հեսա կոֆե խմենք, մնացածը կպատմենք։ Հասկանում ես, բայց ասենք հետաքրքիր բաներ եղել հա։ В общем, տենց էլի տղավարի, բայց շրջագայելը շատ ենք շրջագայել, անկախ նաև վիտամինից դուրս էլ, ուրիշ ծրագրերի շրջանակներում, ասենք ես ու Գարիկն ենք բանն հարց չկա որ գնացինք Հորդանան ես կրվեցի գրազը աղջկա Ինչ էր գրազը չեմ գրազն էր որ կրվի աղջկա կուպալնիկները հագնում ու պլաժով պիտի քայլի ես կրվեցի ու արեցի աղջկա կուպալնիկները ռոզը Դե կարա գնա այդ տեսարանը հա օքեյ
Հա, կարա գրեք հարց չկա, հորդանան, ու քայլել եմ այդ ձև պլաժում կայ մեռյալ ծովի Իսկ մոտ։ պլաժում մարդ կար թե Կային մի քանի հոգի։ Նկարանման թիմներ։ Չէ։ Նկարանողը մենակ մի հոգի էր, մեր ընկերը հրաչը։ Մի հոգի է մեզ պետք էր։ Ու պլաժում էլի մարդիկ կային, բայց դե մեռյալ ծովը այդքան բան չի ունենում, պլաժ մարդիկ չի ունենում, որտեղ ինքը հիմնականում մարդիկ գնում են այդ աղի համար, հա, աղի համար, հետո այնտեղ չես կարող սկես, նստում ես վրան, այնտեղ գիտես չէ, մի հատ ռուս է մենակ խեղդվել, մահացել մեռյալ ծովում, հա, գիտես ինչի է, հարբած մտել է, պարկած է եղել, ոչ մի դե իր համար դե չի սկում, ոչմ ֆրացել է փորի վրա, ասես ջուրը դե ինքը քեզ պտտացնում է, ֆրացել է փորի վրա չի կարացե հետ գա, դες խեղդվել է, դες ջրի վրա խեղդվել է, ինչ կարմա է ունեցել ես խեղդվել, հա, դե հարբած բան, ու տեղելի տեսարաններ ունենք, մեռել եմ խաղում այդտեղ, ու իմ ոչ մեռել է, չի սկում, այդ ա եղել, դա ամենատես հիշող բաներից այդ Չինաստանում բան մի խոսքով Պետրոյը մենք լավ շրջագել Պետրան շատ հրաշք տեղ էր շատ։ Դու եկավ Պետրան, հա։ Ասա որ հա իհարկե։ Ասա որ քեզ ինչ որ ասում հա իհարկե, բայց պատը հա իհարկե։ Դες մի հատ տեղ ես ասել, ասեմ չէ, հայտարարել։ Չէ, եղել ես։ Դու մեզան շատ տեղ ես եղել։ Մի քիչ շատ։ Տուն է լինում, ես ընդհանրապես։ Մեկ ուրբաթ շաբաթ կիրակի մեր այգիների։ Լավ, իսկ տեղը նենց քաղաք գնաց, որ ասես էսի լրի վիտամին քլաբի սցենարի տեղ է։ Ավելի շատ այդ տեղերը գիտեք որ տեղերն են, դա հիմնականում դրսում ապրող հայերն են ավելի շատ տենց իրանք կերպարներ են իրանք, լուրջ եմ ասում, ասենք այն մարդիկ մանավանդ ովքեր որ շուտ են գնացել, մարդիկ հիմնականում շրջանից մարդիկ, ովքեր իրականում իրանցից կերպարներ են ներկայացնում, թե իրանց անգամ մարդիկ կան, որ կապ չունի 20 տարի է ինքը այնտեղ ապրում, մեկը իր կյանքում բան չի փոխվել, որ միշտ Ամերիկայի մասին են ասում, չէ, ուրիշ երկրներում որ զարգացել է ոչ էլ բանեսեներն, բայց ինքը չգիտես ոնց ինքը այնտեղ արդեն լավ է հիմնավորված, հարուստ է բանեսեներն, բայց մակարդակի մի քիչ չի համընկնում, բայց իրանք իրաց ջիգարով են խնդալու, համ խնդալու է այդ իրաց ջիգարը, համ էլ շփումը քո հետ։ Դե իրանց էլ ես հասկանում էլի, որ դու ինքը որ միշտ քեզ նայել է, գիտի թե դու իրան հարազատ ես, բայց ինքը դա մոռանում է, որ դու առաջ անգամ ես իր այդ հանդիպում, ասենք շփվելու ձև էլ կա, չէ՞, բայց կավոր, ասես բռնյավարի կոպիտ, մեռնեմ սարտին, ոնց դեղ կվզի բացած, էսան ասես բանեսանա որ խփում աուսի դուժեր բան, ասես բաներ ցնցրների մեջ ասում ես որ քաղաքում են քեզ ամենաշատը ճանաչել։ Օրինակ ասես այս քաղաքում օրինակ ինձ ամենաշատն են ճանաչել, որ 2 րոպե մեկ մոտեցել են։ Դե դե լոսն է դա։ Լոսն է։ Այդ լոսն է։ Իսկ եվրոպական քաղաքներից Եվրոպա, ասած ասեմ, Եվրոպայում այդքան ոնց որ մեր համայնքները այդքան մեծ չլինի։ Ձեր աուդիտորիան չի։ Հա, բացի այդ էլ հայ համայնքը, էլի հայկական համայնքները, community-ն այդ ոնց որ մեծ չլինի, ամենամեծը դե Ռուսաստանն է, հետո Ամերիկան է, նոր սկսվում է։ Եվրոպայում ոնց որ այդքան քայլը շատ քիչ ես հայ տեսնում։ Նույնիսկ Բրյուսելում շատ հայեր չկան։ Հա, Բրյուսելում կան, ես վերջերս ընդեղ ենք, կային, բայց անգամ քայլելուց լոսում տենց եղել ես լոս։ Հա, սպասում եմ որ ասեի չէ, եղել եմ, քոյնադը եղել եմ։ Դու դες ասում երբ ես եղել։ 2024-ին։ Սա հա, բան չասի, հա, լոսում, Գլենդելը բան, չէ։ Գլենդելը, Հոլիվուդը։ Հոլիվուդը, դե Հոլիվուդը, հա։ Հա, իրականում որ ասեմ շատ հավանել եմ, նորմալ։ Չէ, հիմա նայ, լոսը այն տեղերից, հա, որ ինքը կոնկրետ տեղեր ունի, որ պետք է դու իր մասին տպավորես։ Երևի պետքա տեղացու հետ գնաս, տեղ ապրող, չէ։ Շատ կարևոր է քեզ ով է դիմավորում։ Ճիշտ ես ասում։ Ով է ներկայացնում քեզ լոսը, որտեվ ուրիշ տեղա լոսը, եթե չես եղել, այնքան ափսոս, այդ լուրջ եմ, ասում ինքն էս տեղեր ունի, որ իրոք լոսից տպավորված ես հետ գալի։ Նույնը Պարտադիչի Գլենդելի կողքերի քաղաքներ կան, նույնը հենց Փասադենա, նույնը հենց Գրանադան, բալեսներ, ավելի վերևներ, մի խոսքով էս կողմը։ Palm Springs-ում եմ եղել։ Palm Springs-ը դա ամենաշոկ տեղերն է, Դաչնի տեղերն են, տենց կուրորտն է, անապատ է ինքը, անապատ։ Այնտեղ գնում են հիմնականում ոսկորահիվանդ մարդիկ, ովքեր ոսկորահիվանդություններ ունեն, որտեղ այնտեղ չոր է։
Խոնավություն չկա, օվկիանոս չկա կողքը։ Ես պատկերացում ամռան ինչ շոկ ալի Հա, 45 Իսկ բանը Սան Դիեգո գնացի։ Palm Դե Սան Դիեգոն Las Vegas եմ եղել Հա, Ամերիկայի։ դե հա։ Բանը Սան Դիեգոն, ասինքն ինքը շատ էց պատմական տեղերն է պահպանված, իրանց անգամ հյուրանոցները շատ պատմական շենքեր են, հին բան, ես մտնում ես ոնց որ sense միստիկ կինոների մեջն են, հա, այտենց միստիկ կինոների մեջն է, ու իրանց բուլվարները բաները ու օվկիանոսի ափին է ինքը շատ սիրուն է։ Ու բնականաբար լոսի ափերը տեղեր կան, որ այդ մեզ sense հիացած ես էլի հետ գալիս։ Որոնք են լավագույն ափերը։ Zuma Beach-ն է լավը, Newport Beach-ը, դե Malibu-ն այդ բանը, այտենց Ավելի սովորական է։ մարքեթինգ եղած է երևի Հա, Malibu։ բանը Pacific Ocean-ը բանը, այտենց Piers-ը բանը, այտենց ոնց որ ստանդարտը, բայց դեպի այն կողմ Redondo Beach-ը, բանը Maria del Rey, գժական տեղեր են։ Ես անգամ այդ վայրերը կայցել եմ։ Մեկ շաբաթով էի գնացել, շատ քիչ է, էլի Ամերիկան մեկ չի շաբաթ։ կարելի մի շաբաթով գնալ։ Եթե գնում ես Միացյալ Նահանգներ, պետք է գնաս 21 օրով։ Որոցից 4 օրը դու պետք է լիարժեք ադապտացվես։ Ինձ մի օր էլ պետք չեկավ ադապտացվելու համար։ Դա առաջ անգամներ։ Հա, բայց սա որ երկրորդ անգամ գնաս։ Հա, արդեն գնաս զգալ եմ։ 21 օրով որ հասկանա, որ ու շատ էլ եմ ասում, շատ կարևոր է ով է քեզ դիմանվորում։ Դու երբ ես լինելու Ամերիկայում, ես այդ ժամանակ։ Հա, դե լավ։ Օգոստոսին ծնունդս է, տեսնեմ։ Երբ 7-ին։ 6-ին։ Օր բայց դեսար ինչ մոտիկ։ Համարյա գուշակում էի։ Ես մրցանակ կուզես։ Ձկան ինստինկտն է էլի, բայց խի 7 ասեցի, չէ՞ դոկտիրա։ Ունը 6 ասի։ Որպես ինչ հետո, բայց մոտիկ շատ մոտիկ ասեցի էլի։ Ճիշտ ես ասում։ Ինտուիցիայից ո՞նց ես։ Ոայ։ Ոնց եմ ասում, զգում եմ։ Իսկ այդ Ամերիկայում ապրելուց է ինտուիցիա դավելացել։ Չէ, բանը, ի սկզբանն էլ տենց եմ եղել, տենց փոքր ժամանակ չեմ հասկացել էտի։ Ահա։ Հա, փոքր ժամանակ մի քիչ ուրիշ ձև էր էտի, փոքր ասելով 14-15 տարեկան, բայց որ մեծանում ես արդեն ինտուիցիա բառի իմաստը հասկանում ես ու դա հոգեվիճակներն ես հասկանում, դա շուտ վանից է եղել, տենց 18 տարեկանից հասկացել եմ, որ ունեմ ինտուիցիա։ Շատ է, օրինակ տարիներով ապրել ես Ամերիկայում, հենց նույն Լոսում, չէ՞։ 10 տարի, հա։ 10 տարի, վաու։ Իսկ առաջի այդ մշակութային շոկը կամ մշակութային տարբերությունը ո՞րն է եղել, օրինակ հայերի ու ասենք Դե իման ես ասեմ, քանի որ մենք ժամանակի 32 ատամ ստեղծեցինք 2008 թվականին առաջ անգամ մտա Լոս։ Բայց հետաքրքիրն է, որ ես միշտ երազել եմ Ամերիկայում ապրելու մասին չլինելով։ Դա են, ասենք, սովետի վաղտվանից սկսած միշտ երազել եմ, որ Ամերիկա բառը չգիտակցված երազանք է եղել։ Հա, Ամերիկա ու հետո որ արդեն պրոյեկտներ սկսվեց միջև 32-ն էլ էլի պրոյեկտ ունեինք, ես ու Վահագը որ անում էինք, այդ պրոյեկտը գնաց Ամերիկա ինձ չէին թողում։ Մի խոսքով, ես մի 10 քանի անգամ մերժված եմ եղել։ 32-ը որ ստեղծեցինք, թողեցին ինձ։ Ու ես այդ ժամանակ երբ որ իջա LAX-ը, ու ես հասկացա որ ճիշտ եմ երազել։ Անգամ այդ հոտը, օվկիանոսի հոտը որ խփեց ու այդ կլիման, դե լոսի կլիման դա չի քննարկվում։ Մի խոսքով, տենց զգացի ճիշտ եմ երազել ու սկսենք հանդիպել նախ առաջինը հայկական TV-ին հանդիպեցինք մի անգամից, տես կոնկրետ հեռուստատեսության առաջ նստած, գովազները որ տեսանք, Ավթաբի գովազները։ Օրոսինք իսի չա, ու այդ ժամանակ մեր մոտ գովազները միջև հիմա, մեր մոտ գովազդային շուկան մանավանդ նկարահանման բանը, նկարահանում էլի, թե որակը, թե խաղարկայինը, թե սցենարը, բա իհարկե մեր մոտ ավելի լավ է։ Որ տեսանք, այն որ տղերքը որ ասում ենք, տեսեք ինչ ձև է ռեկլամները, բան, տես ջոգեցինք, որ հասկացանք, որ մշակույթ չկա այստեղ, տենց բան էլի ուշադրություն դարձնել որակին բան։ Մի խոսք առաջի շոկը էր, հետո արդեն որ եկան ափերները, լավ ես կյանք, եկան դե կյանք բառը իրանք շատ լավ ես ընկե, այդ ընկերը բանալեսնան։ Բայց իրանք քեզ որպես այսպես ասած աստղի էին վերաբերվում, թե աղբեր ջան մեր Չէ, իրանք դες որպես հայտնի մարդու են վերաբերվում, բայց իրանք խոսակցականը դա լավ ես ընկե, լավ, Յանի ջիգի արբան կյանքս բանս, այս մեջակն է ամերիկյան սթայլի մեջ։ Ոբշեմ, տենց դե բաներ կար, տենց հետո հանդիպել ենք ծայրահեղ էլ ավելի, ասենք մակարդակով այլ ավելի բարձր մարդկանց հետ, ովքեր լուրջ կայացած, ասենք լուրջ դեր ու նշանակություն ունեն համ
հայ համայնքում սիրուն ես լսում դու։ Չեմ ուզում ընդհատեմ, ուզում հետաքրքիր հայ համայնքում ասենք ովքեր իրաց դերն ու նշանակությունը ունեն, այս մեկը Հոլիվուդում որ հենց վեսթերնից օրիչել ես Little Armenian քեզ ցույց են տվել, չէ՞, ասում են այ գրածալից Armenia։ Այդ դրա համար գիտես ինչ էր արվել հենց այդ Los Feliz-ով որ գնացել ես այդ արջուկի արձանը որ կար, Los Feliz-ով ես, չէ՞, դա այդ Հոլիվուդ։ Դες մանրը կրկի չեմ։ Los Feliz-ով ես, այնպես լավ սիրուն տների մեջ բանա փողոցով ես այս դու։ Ես ամերիկանան եմ հիշում այդ Դե օպերան է, էլի, մեր օպերան է։ Այդ Los Feliz-ով որ գալիս ես, այնտեղ մի հատ մեծ անտառ կա, Los Feliz հենց անտառն է։ Այդտեղ բավակ ժամանակին, ասենք մեր հայ տղեկը, ովքեր կոչվել են Armenian Power, դա մեր գենգերն են եղել, հայ գանգստերներն են։ Մաֆիան։ Այդ Little Armenia-ի համար կոնկրետ կրակոց է գնացել, կոնկրետ խոսքի ասենք մեքսիկներն ու հայերը, կամ պատիլներ Little Mexico, կամ Little Armenia։ Իտոգում եղավ Little Armenia, բայց մեկը իրանք իրար հետ ընկերներ, հայերն ու մեքսիկները միշտ իրար հետ այդպես իրանք ավանդույթները բաներով մի քիչ մոտիկ են, էլի։ Հայերին դե ոնց են ընդունում։ Ովքեր ամերիկացիները։ Գիտես ինչ ամերիկացի բառ չկա լոսում, հա, չկա տեղացիները մի քիչ ուրիշ տեղ են, Ամերիկայի ուրիշ տեղերում են ապրում, հասկանում ես, լոսում вообще չես գտնի ամերիկացի։ Բայց ասենց ասեմ, մի քիչ նախանձով դրա համար այնտեղ այդ նախանձի հետ կապված նախանձից շնորհիվ անգամ նաև կարան ոստիկանություն տենց բողոք կամ նամակներ գրեն իրանք ապրելով այնտեղ չունենան այդ հնարավորությունը այդ տունը այդ մեքենաները իրանք պրոստը sense դիմացի տնից նայեն նախանձեն ու գրեն պոլիսին ասենք ոստիկանությանը մի հատ եկեք հենց սրանց ստուգեք սրանց փող որտեղից Բայց հետո տեսնում եմ որ վարկով վերցրած ավտոները, տները, ոչ միայն վարկով, լիքը ճանապարհներ կա, լիքը ճանապարհներ կա։ Լավ կասես հետո։ Այդ երբ որ տեղափոխվես է ժամանակ, բայց դժվար դու գնաս ապրել, չէ։ Գնայ ես 10 տարի հետո վերադարձել։ Վերադարձել ես գնալու նպատակով, չէ՞ չես գնալ։ Ես տեղ եմ արդեն ապրում։ Էլ չես գնալու։ Բայց երեխեքս այնտեղ սիրում։ Երեխեքի համար ավելի հարմար է, իհարկե, նայեք, ասենց ասեմ, այսօր Միացյալ Նահանգները ամենահզոր երկիրն է։ Հզորների երկիրներից մեկի, այո, մեկն է, հզոր երկիրներից մեկն է կրթության ոլորտում, եթե ոչ առաջինը։ Օրինակ իմ համար Հարվարդը ավելի ուժեղ է, քան թե Օքսֆորդը, հասկանում ես, ու Ամերիկայում, ասենք, համալսարաններ, տարբեր ուղղվածություններ, տարբեր ճյուղերով ավելի շատ կա ու ավելի պրոֆեսիոնալ են ու ավելի շատ այնց իրանք դերն ու նշանակություն ունեն էլի աշխարհով մեկ որը խոսքի ասենք ապահովեցի մեր երեխեքի համար մանավանդ մեզ զգացի որ այնտեղ էլ քեզ անելու բան չկա այո ես ասեմ որ իրանց դրեցի ասի վсё դուք ստեղ ֆունդամենտ ունեք հա դուք ստեղ դուք օրինական եք դուք թուղթ ունեք դուք ունեք ուսման ես հետո 5 ամիսը մեկ գնում եմ ասում եք Բաչեցի գնացի ու վсё։ Ես գնացի իմ գործով արդեն, որտեվ ես իրանց ոնց որ ասած իրանց ճակատագրի ճանապարհը լինես, այդպես դպամարես։ Միսա եմ կատարել, ծծսլեմ, վсё, էսի ձերն է, էսի ձեր ուղին է, դարեք լավ մասնագետ, ունեցեք մեծ կապեր, բայց հիշեք, որ պիտի վերադառնաք ձեր կրթությունով, գիտությունով Հայաստան ու ծառայեք հայրենիքին։ Էդի տենց մենք տղեկիս հետ պայմանավորվածություն ունենք։ Իսկ եթե պլան B լինի ու քո պայմանավորվածությունը չաշխատի։ Ուրեմն իրանցն է։ Ընդունես։ Հա, բա իհարկե։ Չես պայքարի։ Չէ, իհարկե չէ։ Իհարկե չէ։ Ինչի համար։ Ինչի համար։ Որովհետև քո ցանկությունն է, որ քո երեխեքը իրենց ցանկությունն ակնկալիքը միգուցե։ Ակնկալիք է, բայց աստծո գործերի մեջ չեմ կարող խառնվել։ Շատ հաճախ մենք մեր ակնկալիքի զոհերն ենք, չէ՞։ Չէ, դրա համար իրանց ստեղծված այդ տրված այդ հնարավորությունը, papan այդ ամեն ինչը արել է։ Իրանք հիմա այդ ճանապարհ ունեն, հիանալի տեղ, կրթություն, իրենք պետք է անեն։ Իսկ իմ հիանալի տեղը ստեղ է, իմ հանդիսատես իմ սիրած աշխատանքով ես տեղ եմ, ինձ լիարժեք զգում։ Այստեղ քեզ զգում ես ինչպես ձուկը ջրում։ Այո, ես տեղ եմ ինձ լիարժեք զգում, դրա համար մեր մոտ փոխհարաբերությունները շատ իդեալական հարթության վրա է, դրա համար ես այստեղ եմ, իրանք այնտեղ են։ Կյանքը շարունակվում է։ Հետաքրքիր է։ Ասացիր, որ մշակութային տարբերություն կա, իսկ ամենատարօրինակ կոմպլիմենտը, որ քեզ արել են, ո՞րն է կհիշես։ Տարօրինակ կոմպլիմենտ։ Հումորային տարօրինակ։ Հումորայինը չի եղել, շատ մի քիչ բանը, եղել է մի անգամ բանով, մունաթով։ Հա։ Սուզուրնա ծառայացել են, չես դե մեր հայերը բան ունեն էլի, տղեկի մեջ հատկապես տենց բան կա, բոլորի մոտ չէ, բայց հիմնականում կա որ կոմպլիմենտը վատս գալով են անում էլի, ասենք։ Ալոս չի, բայց անում են, ուզած չէ որ
մի անգամ լուրջ եմ ասում, ծանոթացրին, ասին Արմուշն ախպերս ծանոթացին, ախպեր նայում ենք, սենց, սիրում ենք ախպեր, տեղ ենք տալի ձեզ, ասում ինչ տեղ ախպեր ես, սենց նայեց վրես մի տեսակ, դե ախպեր, մեր կյանքում տեղում եք ընգեր ջան, բան, սենց, ասցի օքեյ, մերսի շատ ախպեր, Դες մուրնաթում մի քիչ կոմպլիմենտ ու կա էդի, դες շատ է եղել, բարի օր ձեզ, ապա նայում ենք, լավ էր ապա ձեր ելույթը։ Չկա էլի ապա լավ էր ելույթը, բայց դի կա։ Դե կոմպլեքս է, ասա, որ այդ կոմպլեքսն է, որ համոզում են կիսվեն տպավորություններով, համել իրական էմոցիաները չեն կարող արտահայտել։ Այո։ Ես մենք ասենք, որ այն մարդիկ ովքեր նայում են, թո իրական էմոցիաները արտահայտեն, հետաքրքիր մեկնաբանություններ գրեն։ Այո, հետաքրքիր մեկնաբանություն, հումորային։ Հա, հումորային կոմպլիմենտներ թողին։ Հումորային կոմպլիմենտներ գրում Արմուշին։ Բայց մեծ առաջարկ ունի։ Ասա, տնեմ ինչ ես ըստ քեզ, բայց դա թողում եք քեզ վրա։ Կարող է չէ, ամենաշատ հավանումները որ ստանան։ Արի տենց անենք, որ սուբյեկտիվ չլինի, հա։ Լավ։ Դե թողում եմ քեզ վրա, դու արդեն կհասկանաս, որը որից հետո է ամենաշատ հավանումները կամ ես մի ջերկով չհավանումները կամ կոմենտները հումորային, թողում քեզ վրա քո կողմից։ Ահա։ Ես հասնեմ երկրորդ պլան։ Լոս Անջելեսի տոմսեր։ Չէ, քո կողմից, իմ միջոցով։ Ահա։ Ըստ քեզ ով որ ամենալավը լինի, ով չգիտեմ, ինչ մրցույթ կատարես դու գիտես, իմ կողմից իմ միջոցով քո կողմից երկու հատ վիտամինի հրավիրատոմս։ Ահա, всё։ Հաստատ։ Երեխեք գրեք։ Երկու հատ հրավիրատոմս նախատեսում ենք երևի թե ամառվա մեջտեղները երևի էլի կունենանք։ Վերջացավ, հա, այս անգամ։ Այս մայիսին վերջացավ, մենք հիմա Եվրոպա ենք գնալու, մայիսի վերջ, գնում ենք մեծ, Ֆրանսիա, հետո Դուսելդորֆ։ Եվրոտուրը։ Արել ենք, մի հատ գնացինք եկանք էլի, դες վերջերս գնացինք եկանք էլի։ Ես պիցեր էի հիշում, որ պետք է Մոսկվա պիցեր, հետո գնացինք Բրյուսել, Փարիզ, եկանք ստեղ խաղացինք, հիմա գնում ենք Դուսելդորֆ էլի մեծ։ Հետո նորից Երևան։ Հետո Երևան։ Երևան երևի թե հուլիսին կարող է տենց սպասենք մեր հիանալի տուրիստները կգան, մեր հայրենակիցների համար, ովքեր գալու են ամառները այստեղ իրենց հայրենիքով ժամանակ անցկացնել, իրենց համար երևի մտածում ենք, որ կլինի։ Ինքը չեմ տեսել, բայց ով որ տեսել է, տպավորված է։ Ասում են, ինչ-որ հումորային բաներ են խոսում, ճիշտ են ասում։ Չէ՞։ Ինչ որ դու ես այդ տղեկի նման դες կոմպլեքսավորված տեղ ունեք, նայում եք։ Բայց նույնիսկ որ չէ, եթե ինձ էլ հրավիրում ստաց, ես եկա։ Հա։ Մեր ժանրը դե հումորն է, մարդկանց ուրախացնել։ Դե ծիծաղում են ուզում։ Ով է մերել դա։ Լիլ դու ես։ Եթե ծիծաղ գալսը խնդա։ Ո՞վ կարող։ Իսկ որ երկրի հումորը դու կառանձնացնես, որ ասես այս երկրի մարդիկ նենց հումոր ունեն։ Բանը ամերիկացիք։ Հա։ Կոմպլեքս չունեն, էդի մեկ, հետո իրանք մի հատ ուղղվածություն ունեն, вообще ստենդափ ժանրում։ Ոչ թե ուղղվածություն է, իրանք ամենասիրելի թեման է, սև հումորը։ Գժվում եմ սև հումորի համար, լուրջ եմ ասում։ Դրա համար, ասենք, երբ որ ինձ զանգում են, ասում են, որ մեկը թեկուզ հարազատներից մեկը ասում է, որ մահացել է։ Հաջո միանգամից հարցը ոչ, ոյ, բա ինչի՞ բանեսյան, հա։ Միանգամից անկախ ինձանից հումորային հարց եմ տալի, հետևյալ մարդու վերաբերյալ։ Օրինակ ինչ է, օրինակ 70 տարեկան տատիչի, ասենք, քիչ ջահել մարդ է, ինչ ես հումորային հարցում անում։ Դե շատ ժամանակ բան է, որ զանգում ասում են մահացավ էս ինչ տատիկը, բարբար, ասում եմ իսկ вообще հնարավոր չէր փրկել եմ։ Կամոս մեն լավ է լավ եմ։ Չէ, ուղղակի ասում մի քանի ձևեր կա, որ կարա ինքն հենց անենք չեմ։ Շվատեց։ Իրանից արդեն սկսում է հարկավորություններին չեն էլ հրավիրում։ Այո, պրեզենտի դա։ Բայց այս վերջերս մի հատ խնդալու դեպք եղավ, էլի մեր ընկերներից մեկի ուրիշ պապաներ մահացել։ Ուրեմն գնացինք տղեկով, մի քանիսը վիտամին-ցիներով, վերջերս է եղել։ Ուրեմն դերտերը եկա որ աղոթքը սկսի նախ շատ կոլոտ էր։ Արդեն մի անգամից sense կողքից կանգնած ընկերոջը։ Ուզում արդեն տղայական հումորները գնաց։ Մի խոսքը որտեղ պահեցինք իրար, ու սկսեցինք աղոթքը։
ու այնպես տպավորություն էր, որ ինքը ամաչում էր աղոթել, էլի, արսից ամաչում, հա։ Ման էս անգլես հազիվ պայծ, իրա, որտեղ շատ կամաց էր խոսում, ասես, ու ինքն է կոլոտ, բա։ Ու սկսեց իր այդ ձենը, այդ իր կամացությունը մարդկանցից էներգիա տանել կա, չէ՞ տենց։ Ու ես ի սկզբանե ասեմ, ես գժվում եմ քնելու համար, օրվա լուբո ժամի, այնպես է կարամ նստեմ, քնեմ։ Այդ տարիքից է Արմուշ ջան, չէ՞։ Միշտ է, վաճ էին, որ ասել կավիներից սկսած, հա։ Ոբշեմ, որ ինչ Պոզայում քեզ вообще հիմա ես մի րոպե ասեմ գնամ հեսա գամ կամ կարամ քնեմ, լուրջ եմ ասում, հա, պարտադիր կապ չունի որտեղ եմ, ինչ է, լույսա, ձենա։ Կարող ես հանգիստ քնել, քանի որ մեր նկարանման թիմը չի շտապում, ու կարող ուրեմն լսի, ես կանգնած եմ, ու դե աղոտ քնա գնում, բոլորս ոտքի ենք։ Մեկը գերես սենց արմունգով սենց օրեց, զարթնեցի, կանգնածս տեղը կնել էի։ Վաճն ասում է, ապա ասում է, դու դիժ ես, ասում եմ, ես կանգնած լսում եմ, միամիտ ընկավ աշխուժ ու տենամ սկայնաս կնել։ Վաճն հազիվ ապա էջան այդ ընթացքում, որ չխնդա էլի հազիվ ասում, ասում եմ, լավ հասկանում ենք ապա քնող ես էլի, ես կանգնած ապա, ոբշեմ տենց։ Իսկ բան եթերների ժամանակ կամ ելույթների ժամանակ չէ։ Շատ արագ։ Ես արդեն վախենում արագ հասնենք ավարտի, որ ու ամերիկացի սև հումորն եմ սիրում, այդ սև ժանրը շատ եմ սիրում, որ ու հենց ու այդ մարտիկ ովքեր թերություններ ունեն, մարտիկ ովքեր հաշմանդամ են։ Սամոիրոնյան է ամենահավեսը։ Այ իսկ այդ բոլոր բանը հաշմանդամները, թերություններով մարտիկ ծնված բանես են, առաջի շարքը միշտ իրանք են։ Ու իրանց վրա նենց են տժում ու խոսքի ասենք ստենդափերը, նենց է տժում համ չաղերի վրա, բաբերի վրա։ Ու ամենա խոսքից ինձ ասեմ, ամենածանր ձևով էլի նենց հանակներ են անում, բայց զալը գմփում է իրանք էլ հետը, այդ եմ սիրում։ Ռուսների թեթևությունն եմ սիրում, իրանց լեքսիկոնը։ Լեքսիկոնը իրանց բարբառը, ոբշեմ իրանց լեզուն թեթև է։ Արդեն սիրուն է մի ձև ինչ։ Համ սիրուն է, համ է մատը իրանց մոտ իրանց կենցաղում կա։ Դե հա, այդ կենցաղում կա, ծնված օրվանից երեխեքը ծնողներից էլ իրանց մոտ դա սովորականն է։ Ու դրա համար դες թեթև է իրանց հումորները, հասկանում ես։ Մերը դժվար է։ Մենք պետք է հաշվի առնենք ամեն ինչ ներկաներին, ինտելեկտը մարդկանց։ Այդքան ինտելեկտն էլ, հա, բայց հումոր կա, որ տեղ միամիտ ծնվում է, բայց դա հենց այդ ձև պետք է ասես, որ ինքը խնդալու լինի, որ ինքը խնդեսնի, բայց դու չես Ավանդույթները թույլ չեն տալիս։ Հա, թույլ չի տալի։ Բայց միևնույն ժամանակ էլ իրականում մի տեղ էդի լավ է, որ մերոնք մի քիչ ուրիշ ձև են։ Հա, չէ, զուսպ չեն։ Հումորը պետք է հումոր լինի, որ խնդան իրանք, այդ լավ բան է։ Իսկ այնտեղ հեշտ է ծիծաղացնել, ամերիկացուն հեշտ է ծիծաղացնել, լուրջ եմ ասում։ Вообще, օտարազգին շատ հեշտ է ծիծաղացնել։ Օտարազգին, որ հանկարծ մեր անեկդոտը թարգմանես հայերենով պատմես, կնայես ես դեմքիդ։ Բայց ինքը ինչի վրա է խնդում իրանց անեկդոտը։ Կասես լուրջ, ես հիմարությամբ խնդնում ես, հասկացա։ Այդ ձև։ Ու դες ռուսներին էլ այդ հեշտ է, ռուսներին էլ է հեշտ։ Հումորը շատ հեշտ է։ Իսկ հումորը, հիմիկվա հումորը, հայկական հումորը փոխվել է, օրինակ 10 տարվա առաջվա։ Ինչ ավելի լավն է դարել, ավելի հղկվել է, ոնց է։ Չես կարող ասես, լավ։ Որպես էքսպերտ ասա, լավ։ Չէ, թույլ չեմ տա ինձ նախ ինձ ներկայացնել որպես հումորի Մենք էքսպերտ։ տենց ենք քեզ ներկայացնելու, Արմուշ, հումորի էքսպերտ։ Բայց դե գիտես ինչ, փորձում ես ժամանակի հետ համահունչ լինել, փորձում ես ամեն ինչ ընկալել, հասկանալ, բայց այդ դրա մեջ էլ все-таки ման ես գալի, էլի, մեկը ման ես գալի, որտեղ է այդ խնդալում։ Հասկացա, որտեղ այսօր օրինակ ցավոք սրտի մարդկանց կյանքում հատկապես մեր կանանց, աղջիկների, մամաների կյանքում հայտնվեց մի մարդ, որը սովորացրեց վուլգար բառապաշարը, որը դառավ նորմալ, հասկանում ես YouTube հարթակում մեկը հայտնվեց ու դարձրեց նորմալ։ Ու հիմա տեղեր կա, որ այդպես ասենք underground այդպես տենց թաքուն տեղեր, քլաբեր, stand-up լսելու, մի անգամից շատ པարզ քֆուրով է սկսվում բանը, stand-up-ը,
Սենց եմ ելնում։ Ականջա չէ ծակո։ Ասա որ հա, սենց եմ ելնում, ասում եմ լավ, օքեյ, հա, հիմա 18 թինեյջերներն են, 20, 22 բան իրանց ընկերուիներով բան, սենց Այն որ բանը, այն որ գիտես չէ, ջահելներ կան էլի, այն ոչ մեկի կարծիքից չի հետաքրքրում։ Ես ապրում եմ իմ կյանքով, sense ենթատեքստով դեռ ջահելներ կան, չէ՞ որ իրակի մեջ sense իրանց ձև են տվել, որ յանի զումերներ, դա չեն կոչվում։ Ու խոսքի որ սկսվում է sense սզու է տալի, ասում է, դա կարելի էր տես չսել, որտեվ Ախր իրա տեղ ունի, լանջան, այդ դաժե փոքրիկ ֆուրն էլ իրա տեղ ունի, որ խնդստնի, բայց որ դեմից սկսում ես տարբերություններն եմ ասում էլ, օրինակ մենք մի հատ մուլտիվիտամին ունեինք, խոսքի ինքը շատ խնդալու մուլտիվիտամիններ, 2-ում էինք արել էդի, Սասուցի Դավիթը մեկ է գոմիկ Մսրամ Էլիքը։ Գիտես ինչ է կատարվում զալում վայնասուն էր ինքը, վայնասուն։ Այձև խնդոց էր ինքը, կարճ սկեչ էր։ Ինքը եթերով էր գնացել, բայց հետո բան էր։ Արգելեցին։ Չէ, հետո հանեցին կրկնությունից, հասկանում ես, բայց ինքը ինքան համով էր։ Ինքը քֆուր բան չկար, հասկանում ես, բայց զալում էլ նաև նստած էր, տես հիմա ժամանակների բան է, զալում էր նաև հյուրեր նաև Աշոտ Ղազարյանը, օրինակ Աշոտ Ղազարյանն է դուր չեր եկել էդի։ Հա ապել նավը չէր էլ ցենում բան չէր էլ ապել տենց ինքը լեվելի չէր հա չարժեր է դե ապել բան ջոգմս բայց զալը գիտես ինչ եղավ հիստերիկա էր այնց խնդոց չէր կանգնում զալը ծիծաղեց հասկանում ես այն ժամանակ է եղել բայց հիմա ոնց որ դա ավելի շատացել է ավելի շատացել է ոնց որ դարել է հեշտ խնդեսնելու ձև հետո բացեցել արդեն Լիանա ջան AI ենք խոսում Իսկ այո, հա, ChatGPT-ով հումորներ ասում եք, chat ջան, մի հատ լավ հումոր ասա, այսօր ներկայացնում։ Մենք ոնց որ մեզ չհարգենք։ Հա։ Մենք ոնց որ մեր կրեատիվ կամ այդ ստեղծագործական կյանքը չհարգենք, որը ապրել ենք սաղ կյանքներս ու չենք ունեցել ChatGPT ու AI։ Չէ, դու որպես գործիք կարաս օգտագործես, արմուշ հեշտացնելու համար, չեմ ասում կոնկրետ, հղկելու, կամ այս հումորը մի քիչ ավելի հղկի, օրինակ։ ChatGPT-ին կարող է խոսքի, գիտես, ինչ կինոյի ինչ որ մի հատ սինոպսիս առաջարկենք, խոսքի Կարաս տաս մի հատ chat-ը նայեն։ Սինոպսիսին խոսքի ասենք, բանը, այս ինչ բանը թեմայի շուրջ ինչ սինոպսիս կառաջարկես կինոյի բանը, սյանը։ Էդի ուրիշ բան, բայց կորում է այդ բանը հոգի չկա, հա, բա ոնց հոգի չի լինում արդեն, ոնց որ ChatGPT-ով չէ, էլի։ Չենք անի տենց, բան, որտեղ մեր տղեկն էլ իրանք չեն նել, էլի։ Այն ինչ որ մենք հիմա արել ենք այս վիտամինը, այդ բարկած օրերի նստած, չքնած սցենարը։ Լավ մոդնի բար կա, team building է կանում, սենց հավաքում եք, այդ խորոված, չէ։ Խորոված չկա սեղան։ Հա, բա, չէ, հաց ուտելը դի ռեժիմով է։ Հա։ Առավոտ завтрак են գնացին գործանելու, լանչ, մի ժամ քնել, հանգստանալ 2 ժամ, գալ, գործանել, իրիգուն, դիներ։ Պահում եք այդ տաբլոն։ Այդ ստեղծագործական process-ում, հա։ Պահում եք։ Հա, բա ոնց, որտեվ տղեկը քաղաքում չեն լինում նախ գրելուց, դե մեր հիմնական սցենար գրողները դա Վաչեն, Ռոբը, Չարենցը, Գարիկը, այդ 4-ը հիմնականում Արամն էլ, այդց մի խոսքով ու քաղաքից դուրս անպայման, որ քաղաքի հետ ոչ մի կապ չունենա։ Ու հերո ինչքան հնարավոր որ չկարանալ գալ։ Հոց իսկ Չինաստանում փորձել եք։ Ինչ սցենար գրել։ Չէ։ Չինաստան։ Եղել ես չէ Չինաստանում ոնց որ ասեցիր որ եղել ես Չինաստանում եմ եղել։ Իսկ այդ Չինաստանում օրինակ ինչ որ հետաքրքիր ինչ տեսար որ շոկահարվեցի։ Ես գրվեցի այնտեղ։ Էլի լողազգեստով մանեկ։ Չէ։ Ծրագրի շրջանակներում էլի գրած գրվեցի, կարիճ կերա։ Ոնց էր։ Դեղինը շատ համով է։ Լուրջ եմ ասում, դեղին կարիճը եթե ուտում ես, մամայի արև դաժե երթվում եմ։ Ինքը թունավոր է։ Ինչ է, չէ, փոչերը կտրած է դա այդ բանը, այդ դեղին կարիճը որ ուտում ես, այլ ժարի տարած ձուկ կյանքում չես ուտի, այդպես համով է։ Իսկ սև կարիճը մի քիչ թթվաշ է, այդքան դուրս չեկավ։ Դու կարիճների մասն ես տեսել։ Բայց դեղին կարիճը գիտես ինչ ագահավարի կերա։ Մի հատ փորձեցի ու սկսեցի արագ-արագ ուտել։ Արդեն գրածը մոռացել էր հաճույքի մեջ տակ։ Մեկ էլ բանը կենթանի փուճուր ворթեր են հաստվոր կան, էդի կերա։ Իսկ հետ էլ դուրս եկավ։ Չէ, էդի sense մեռնելով կերա։ Ինչ համ ուներ։ Ինքը նախ լպրծուն է, հասկանում ես, հետո համ չուներ։ Բայց կենթանի էր։ Հա, կենթանի էր։
Հասկացա։ Եթե կերա։ Չունես տեղի տեսարանները դնենք։ Ունենք, ես ուտում։ Չինաստանը հենց որ հարց չկա գրեք Հա։ Չինաստան արմուշ գարիկ, Հա։ մեկ էլ բանը հորդանանը Հա։ որ գրեք։ Մի խոսքով։ Ու էդի մեռնելիք էր, էդի որ ես կիրա, էդի որ մեռնելիք էր, որ մեռնելու կերը, բայց դե կռազա, կրվել են պետք է բայց հետո մեզ ասեցին դե բարձա բանը որթ ասեցին բանի համարա, պոչկեքի համարա շատ լավ։ Այսինքն օգտակարություններ կա։ Օգտակարություն։ Եղի բանը Լանջան իրանց շուկայում որ գնում ես, իրանց շուկան որ գնում ես, ինչը շարժվում է ուտում են։ Դե հա, Ինչ ուզես կա շարժվող ուտել, իսկ կարիճը պոտենցիա է համար։ Դրա համար է կարիճը շատ ուտում։ Հասկացա։ Իսկ ունեք իմ համար իմ կերած ամենատարօրինակ բանը դա եղել է օծից ապուշ ու հա ու օծի արյունով կոկտեյլ լավ սենց այսը տիպի բաները օծը բանակում էինք շատ ուտում ես ծառայել եմ 95-ից 97 մադաղից այն վաղ բանակներում մի քիչ ուրիշ էր հա այդ պայմանները հիմիկվա նման չէր էլի Լեռնային Ղարաբաղ մադաղից գյուղում Չինական վայբով էիք ապրում էլի հա ասենց ասեմ Թալիշ գյուղում շուն չէինք թողել Կերել ենք սաղին Շատ դաժան էր։ Լոջեմ ասում, հա դե որտեվ մսին կարոտ ես, որտեվ ցորեն էինք մենակ ուտում, կուրկուտ էինք մենակ ուտում։ Այդ վատ տարիներն էր։ Ու այդ էինք ուտում ու գիշերները գնում էինք Թալիշ գյուղը շուն հենց տենում էինք, խփում էինք, անկախնարից մեծափոքր է, որ միս ուտեինք, որ մսի համը չմոռանայինք։ Իսկ օծերը լիքն էին, այդպես Օծը արդեն սենց Ալիլեմ։ Հասկացա։ Լավ, Նյու Յորքը։ Գորտել եմ կերել դե։ Ակուլայել եմ կերել։ Գորտ ես եմ փորձել։ Իսկ ակուլա կերել է։ Ակուլայել եմ փորձել, մի քիչ կաշին հաստ միս էր։ Հա։ Մտ ինձ հարց է հետաքրքրում էլի։ Դավայ։ Ասա։ Մենակով որոշեցի բացել Go Travel-ը։ Մենակով որոշեցի բացել 17 տարի առաջ։ Պետքա ընկերուս հետ բացեինք երկուսով ոնց որ կես գումար ինքը պետքա բերեր։ Ոս ամբողջը դու ես ստեղծել մենակով։ Ամբողջը ես եմ ստեղծել մենակով, բայց լավ թիմ ունեմ, երեխեքս։ Դե Նայ։ Հիմա նենց կարես անես ամաչի ասնես չկանանք շարունակենք։ Ողջունում եմ, քեզ իրոք շատ ուժեղ աշխատանք ես տավել։ Ծր ոսկու գործարան չի, արմոս։ Բայց շատ ամենի չէ, տենց Սիրով հասնել է պետք։ Սրան հասնել է պետք, սա ճանապարհա դարու փոսերով չքնելով ու հավատալով ամենակարևորը հասկանում Փաստորեն տենց ու բայց հենց ի սկզբանե ստեից է սկսես տարածքից է սկսել Առաջինը Երևան Քոչար Առաջինը Երևան Քոչար փողոցը գիտես այն որ բանան են ծախում ապելսին են ծախում մեջտեղները Go Travel-ն է ասես մոտավորապես դե այդ գումարի այդ հնարավորությունն ունեինք այդ ժամանակ որտեղ մամայինք էին տվել հետո 2 ամսվա բարձ էին տվել Հետո ես միանգամից փորձեցի աշխատել, իրա տված գումարը 2-3 ամիս հետո հետ վերադարձրեցի։ Ու արդեն գործերս լավ էր։ 9 ամիս հետո մեքենա իմ առաջին մեքենան գնեցի։ Հետո մի տարի հետո տեղափոխվեցինք Տերյանի վրա էինք։ 2 տարի առաջ արդեն ես փարվեցին։ Արդեն 2 տարի է։ 2 տարի։ Չէ, 2 տարի է ուղիղ, 2 տարի։ Իսկ մոտավորապես ման հաճախորդների քանակ ինչքան կունենաք, որ արդեն ձեր քեզ վերա։ Հա, այս մի 500 կան 500 հոգի։ Հա, թե շատ։ Դե լավ։ Կներես, ես գործից չեմ հասկանում։ Ես գործից չեմ հասկանում, դրա համար կարամ ասեմ 500 դու քո համար խնդալու թիվ լինի, ասես չէ 10000 հոգի։ Շատ կան, չենք հաշվել, որովհետև հիմա ենք նոր են գնում թվայնացման։ Հասկացա։ Ձեր թվայնացում չեն կարևոր հաշվարկենք, բայց հա, շատ են։ Հասկացա։ Իսկ ձեր մոտ բանը շատ տենց հանգիստ է լինում եվրոպական վիզաները, որ ստանում են մարդիկ։ Քեզա պետք է սա։ Իմս եղել է, ես ուղղակի պրոստը զուտ հարցազրույց եմ հասկացել։ Ես հասկացա, որ ոդկասթը փողվեց, ես եմ հյուրը շատ հեշտ ենք անում, օրինակ իսպանական վիզա ես ուզում։ Կրիստինան նենց է կազմակերպում։ Ես ուզում եմ դու անես հիմա իսպանականը։ Հա? Կրիստինա Ես իմը չեմ անում։ Բայց շրջակայում ես, դու քոնի չես անում, որ շրջակայում ես։ Ես չեմ ես օպերացիոն կայ մեջ չկա։ Դե չէ, իրականում հեշտ ենք անում։ Հա։ Այսինքն Կարես հանգիստ ուղարկես Go Travel։ Ոնց որ ասենք արդեն բիզնես կենտրոնները ոնց որ Go Travel-ին շարժ շուտվանից գիտեն արդեն, թե ինքը այնտեղ երևում է որ Go Travel, հա, երևում է։ Ոնց որ մեր գործընկերներն են, էլի։ Հասկացա։ Ավելի ջերմ են ընդունում, որ այդ Go բառը տեսնում են,
շփոթել են ընդունում։ Դե որովհետև նայ, եթե դու գործընկերներին հարգում ես լավ վերաբերմունք ես տալի, ինքը քեզ են հարգում լավ վերաբերմունք տալիս։ Համաձայն ես, չէ՞ որ բումերանգա Ամեն կյանքը։ ինչը փոխադարձ է, իհարկե։ Օրինակ չեմ սիրել բանը, Ամստերդամը։ Ինչի։ Բոլորն են սիրում, մեծամասնությունը, որ ես առաջ անգամ օրինակ մտա Ամստերդամ, այդ բղծությունները շատ տեսա, մի անգամից աչքից ընկավ շատ sense ու այն որ բանը Հռոմի Պապու հետ համաձայնվեցի, որ ինքը անիծել է դե Ամստերդամին։ Իր հետ համաձայնվեցի։ Կանիծված է։ Չնայած իր որպես ճամփորդական ուղղություն։ Ճամփորդական ինքը սիրուն է։ Ինքը բայց դուք մարդն էլ էլի մշակույթի մի մասն է, չէ՞, ասենք այդ ոնց է որ գնաց բանը Նիդերլանդներ կամ խոսքի, այդպես բանը ասում Նիդերլանդ, Իռլանդիա բան որ գնաց։ Ասենք դուք վիկինգներ ես դերում դու մեզ օրինակ Դանիա ես վերջերս գնացի դանիացիներին նայում ես։ Կոպենհագեն։ Հա, Կոպենհագեն է գնաց։ Ես նայում ես, երևում է ինչ որ մի սորտ կա, մշակույթ կա, բան էսանյան ու ասեմ որ այդ Ամստերդամի այդ ազատությունը որոշ լավ լցված էր, ակնհայտ էլի, այնտեղ չտեսա Կոպենհագենը։ Իսկ հետաքրքիր Կոպենհագեն, Ամստերդամ, որտեղ են մարդիկ ավելի երջանիկ։ Բանում, նայ, ասենց ասեմ, իրանք իրար հետ չեն կարող համեմատվեն, գիտես խի, որտեվ Կոպենհագենը լռություն է, հանգստություն է, շատ ուրիշ հանգստություն է իրանց մոտ։ Լավ, սենց ձևակերպեմ, որ քաղաքում են մարդիկ ամենաերջանիկը, որ դու այցելել ես։ Դե Ամստերդամն է, հա, Ամստերդամ։ Ամստերդամն է, որ երջանիկ։ Նեք Նից կան, նկատել ես, չէ՞։ Չէ։ Բանը, օրինակ Ամստերդամը երջանիկ են։ Ամստերդամը այդ ոնց որ 24 ժամ ապրում է ինքը։ Հասկացա ինքը ապրում է ու այդ տարբեր տեսականիները որ կան, նորմալ, աննորմալ, մի խոսքով, այդ դրանք էլ են ճիշտ է, իրանք գույներ են տալի։ Բայց մեկի համար ցանկալի, մեկի համար ոչ անցանկալի, հասկանում ես, օրինակ ինձ համար այդ ռոպագանդը շատ էր այդ ամեն ինչի, դրա համար sense օրինակ Ամերիկայում էլ շատ են, բայց եթե ուզում ես ինչ որ տենց հետաքրքիր իրանց տեսնես բան, իրանց մշակույթը, գնում ես West Hollywood։ West Hollywood-ում մենակ իրանք են, գնում ես Սան Ֆրանցիսկո, իրանք են հիմնականում, գնում ես Palm Springs, իրանք են հիմնականում, ասենք տեղեր ունեն իրանք։ Ես հիշում նույնիսկ մենք մեր Մանթաշանի ակումբով էին գնացել ու ես իմ գործընկերուհու հետ էի ու ինձանից 60 մեծ էր էլ 60 տարեկան էր կինը մենք մի սենյակում էինք մնում մի անգամից հարցրեցին դուք իրար հետ ինչ եք մենք չենք հա ես չհասկացա նույնիսկ հարցի իմաստը հետո պարզվեց ինքնաշացած մոդնի ֆեշնոտ կիներ կապույտ կանաչ մազերով ու արդեն մտածեցին մենք իրար հետ ուղակի տենց գործընկերներ չենք էլ ավելի մտերիմ հարաբերությունների մեջ ենք այդտեղից հասկացա որ իրենց մոտ դա ոնց որ ավելի նորմալ է։ Բան կարամ ասեմ Ֆրանսիան ես չեմ հասկացել հա դու իրանց այդ Լուվրը բանեսյան հա ճարտարապետությունը այնտեղ տեղերը բանեսյաններն հա բայց մարդիկ ֆրանսիացիներին չես սիրել Փարիզը ոնց որ ես չժոգեցի, չհասկացա։ Երկրորդ անգամ էի գնում իմ կյանքում։ Առաջ անգամ որ գնացի, մի քիչ մանավանդ Էյֆելյանի տակը շատ փնթի վիճակ էր։ Հա։ Շատ փնթի վիճակ էր ու անգամ ասենց ասեմ, որ աղջիկին էլ ես նայում, որ ասում եմ մեր աղջիկի կյանքին մեռնում ասում եմ։ Տնից ելնում են ձև չկա դաժե խանութը, պետք է տեղը տեղին լինի, բայց իրենք ավելի բնականության կողմնակիցն են հասկանում, այս բնական ծերացում, այ ապրես ատամները չեն սարքի, բան այսինքն ինչ որ սա բնական է, բայց դա էսթետիկ չէ։ Էսթետիկ չի вообще։ Գերմանիայում էլ ոնց հասկացա ընդունված։ Մենակ հայերը, SNG-ի երկրներն են, ռուսները, ուկրաինացիները, հա, Բելարուս եւ այլն, մենք բոլորս նույնիսկ աղբ թափելուց պետք է պատրաստված գնանք։ Սոց այդ տարբերությունը կա։ Համբուրգն էլ էր հետաքրքիր։ Համբուրգը գիտես ինչ հետաքրքիր էր, լուրջ եմ ասում։ Նման դրա մասը պատմի։ Մանավանդ իվետնա մեզ ընդեղ մի անգամ այս բանը դիմավորել Համբուրգում, որտեղ այդ 14 թվականին դե Արամը որ Եվրովիժնում էր, այդ պրոմոն մենք էինք անում, պրոմոտուրը համ վիտամինի համերգ էինք անում, համ պրոմոտուր էինք անում, էլ այդտենց եվրոպական տարբեր տեղերով երկրներով, մի խոսքով Համբուրգն էր հետաքրքիր, բայց իրանց հայերն էլ էին էլի այդտենց հետաքրքիր պերսոնաժներով Համբուրգի, вообще ուրիշ պերսոնաժներ էին։ Մի քիչ էլ Արմուշին եկեք հոգևոր հարցեր տանք։ Լավաց է։ Հա, թե չէ 5 րոպե է, 5 րոպե է տալի, տեսնենք։ Արմուշ, որ փուլում ես, դու ամենաշատը զգացել, որ որպես մարդ փոխվել ես։ Ով, դա եղել է 7 տարի առաջ։ Ինչից հետո։
Դե այդ Ինչ վասկերի տրանսֆորմացիան ոնց տեղի ունեցավ։ տրանսֆորմացիան հանդիպեցի մի հատ հետաքրքիր պապիկի, հայ պապիկի Ամերիկայում։ Ահա։ Ինքս տեսավ, այդպես մանավանդ որ ես իմ աշխատանքներով Միացյալ Նահանգներում այդքան չէի զբաղվում, իսկ դա ինձ բաներ անում, ամեն անգամ ինձ այդ դեպրեսիաների մեջ էր գցում, որ ես գնալով բեմից հեռվանում էի։ Հա, ուրիշ գործեր էի անում, բան մի խոսքով, ճիշտ է ռեստորանում էի աշխատում, վարում էի հարսանիքներ, հա, համ այդ էի անում, համ մենեջեր էի որպես աշխատում, հասկացա։ Այդ պապիկը մի ամիտ տենց հանդիպեցինք, ասեց դու մոլորված ես, ասեցի, հա կա տես բան։ Ասեց զբաղվալից մի շաբաթ իմ մոտ գնաց այդ պապիկը։ Ռետրիթի ես գնացել։ Ռետրիթի ես գնացել, թե Չէ։ ավելի Գնացել եմ պրոստը այդ պապիկի հետ խոսացել եմ մի խոսացել ես։ շաբաթ։ Հոգևոր խոսակցություն Իրար եղավ հետ ենք դեպի ապրել, ներսը, հա, հա։ իրար հետ ապրեցինք մի շաբաթ, ու ես այդպես դուրս եկա լրիվ ուրիշ մարդ։ Հետաքրքիր էր։ Հա, դա 42 տարեկան է լավ։ Ուզում ես ասես հիմա 42 տարեկան ես։ Մի խոսքով տես։ Էդի ա եղել, հետո այլ տրանսֆորմացիան եղել է, երբ որ ամուսնացա, բան փոխվեց։ Ոնց ասես միջև այդ մի քիչ ուրիշ կյանքով էի, փոխվեց, հետո ամուսնացա փոխվեց, հետո էլի վերադարձել ուրիշ է։ Ես միշտ դրսի մարդ եմ եղել։ Ես տունը չեմ կարացի երկար նստեմ։ Ես չեմ կարացել։ Լուրջ Այսինքն ընտանիք կազմած, որտեղ ավանդական պետք է ամուսնանալ այդ նպատակով։ Չէ։ Արդեն ես ուզում էի։ Ես արդեն պատրաստ եմ, զգացի որ պատրաստ եմ։ Իսկ միջև այդ չեմ զգացել։ Պրոստը մի օր տենց արթնացա ու ոչմ հասկացա, որ պետք է լինի այդ ամեն ինչը ու տենց եղավ ինքը իրանով։ Հա, ու հետո դրանից հետո էլի կրկին դուրս է սկսվեց, հետո եղավ այդ մի Պապիկի հետ հանդիպումը։ Պապիկի հետ հանդիպումը եղավ ու տենց Միստիկ պապիկ էր։ շատ լավ պապիկ է։ Կա։ Հա, բա ոնց, շատ լավ պապիկ է։ Իսկ եթե քո կյանքի էս փուլը մի բառով նկարագրես, ինչ բառ կլինի։ Խաղաղություն։ Հա։ Հա։ Հետաքրքիր է, երբ որ կամերաները անջատած են, Արմուշը մենակ է, ինքը ավելի շատ խաղաղ է, ոչ թե պայքարող տեսակ չէ։ Չէ, պայքարող ինչի համար, եթե ես պետք է եթե ես պայբանը դեմս նպատակ ունեմ, կպայքարեմ։ Ահա, բայց ներսում ներդաշնակություն է։ Հա, բա իհարկե, խաղաղ եմ։ Եվ ասած ասեմ, նաև այդ տրանսֆորմացիան եղավ դրա նկատմամբ, որ պապիկը ինձ սովորացրեց, գիտես ինչ, համբերատարություն։ Չնայած ամերիկան ինքը իրանով էլ է դաստիարակ, որ համբերատար ես լինում, ձև չունես։ Ուրիշ տարբերակ չունես։ Համբերատար ես լինում, բայց ինքը ավելի խորացրեց իմ մեջ, լինել համբերատար ու ոչ մի բան չանելուց կայֆ բռնել։ Պարապ նստելուց, եթե դու սաղ կյանքդ վազքի մեջ ես եղել, Այս բարկա զամիդլենիա դանդաղեցում, հա։ Իսկ ինքը ավելի տղավարի ասեց, ասում է ամեն մարդ չի կարում լոքշից Հա։ կայֆ բռնի։ Հայեր, պապին։ Հա, բա ոնց Հայաստանցի է։ Հա։ Ասես, երբ որ դու հասկանաս այդ ինչա ու բռնես այդ feeling-ը, այդ զգացողությունը հենց բռնեցիր, դու ասում ես պատկերացնում ոնց է ամեն ինչ, sense սահուն ամեն ինչ գնում է իր հունով, ամեն ինչ։ Ու անկախ ինձանից էդի 4-րդ օրներ բռնեցի ես էդի, որ ես այդ օրը սաղուր իրար չենք է շփվել, ինքը տունն է եղել, բան, ես դրսում նստած եմ եղել ու ես ոչ մի բան չանելուց, ոչ մի բան չխոսալուց, արան ես լավ էի զգում ինձ։ Ու ես բռնեցի, հենց էդի բռնեցի, իր ասածը։ Ու իրիկունը որ գնում էի քնելու արդեն վերևը, դոկտոր ասեց. «Արմուշ», ասեց, «Այսօր вообще չշփվեցինք, զգացիր», ասին ես կայֆ էր դոկտոր, ասեց, «Ապա բռնել ես»։ Իսկ պահում ես այդ զգացողությունը, որը բռնել ես։ Բավոց։ Հա։ Իսկ որ զգում ես, որ քո մոտ ինչ-որ անհանգստություն կա, միանգամից գնում ես այդ հոգեվիճակի մեջ, որ պետքա դու հանգստանաս, թե ապրում ես անհանգստությունը։ Չէ, չեմ ապրում։ Շատ հանգիստ, եթե, նայ, sense մեկ բան կա էլի։ Եթե մի բան պետք է լինի, եթե չէ, եթե չի եղել, չպետք է լինի։ Расслабь получай удовольствие։ Если չի մյուսնա, կլինի, որ ի սկզբանե ասենք աստու գործերի մեջ չենք խառնում, հիմա էտա։ Հիմա կլինի չէ, ես էտե սովորեցի, որ բան արել, եթե չի լինում, չտրվել պատեպատ, ինչի չի լինում։ Հասկացա։ Ընդունելություն, ընդունես։ Ընդունես, այ ապրես, ընդունես։ Այն ինչ որ կա, ընդունես։ Ամենակարևոր բանը, որ հիմա ինձ էդի ամենաշատն է ուրախացնում, ամենաշատը, որ ես ամեն առավոտ արտանում եմ։
Շնորհակալության զգացումը, Հայտնում եմ բարձրաձայն։ Շնորհակալություն եմ հայտնում բարի լույսի համար։ Աշխարհից խաղաղություն եմ խնդրում, հիվանդների համար առողջություն եմ խնդրում, սովածներին հանապազորի հաց եմ խնդրում։ Ու հայր մեր։ Իսկ նույն տրամադրվածությամբ քնում ես, թե մենակ արթնանալուց ես այդ ռիտուալները անում։ Չէ, քնելուց էլ ասում շնորհակալություն, որ այսօրվա համար։ Քնում եմ։ Այ լավ։ Ու առավոտը արթնանում եմ, ասում եմ, «Օ, մերսի»։ Այս լավ նոտայի վրա արի ես քեզ բլից հարցեր տամ։ Քաչալ թե մազոտ։ Լրիվ է դա։ Ուզում ես բլիցը մի 10 րոպեից սկսեմ։ Այդ գնանք մեյքափը թարմացնենք, լավ։ Պատրաստ ես։ Իհարկե։ Ամենաանհարմար պահը օդանավակայանում։ Երբ որ սկսում ես ստուգել։ Բեմ թե խաղաղություն։ Ո՞յ ինչ ասիր։ Որ ես ասում։ Խաղաղություն։ Սպոնտան ճանապարհորդություն թե պլանավորած։ Փարիզ թե Նյու Յորք։ Նյու Յորք։ Ծով թե սարեր։ Սարեր։ Որ քաղաքում են քեզ ամենաշատը ճանաչել։ Հայաստանից դուրս Լոսը։ Լինել բոլորի սիրելին թե իրական։ Ուզում եմ հասկանամ իրական։ 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 Իշքամ։ Հումոր թե լռություն։ Հումոր։ Եթե ամբողջ կյանքում մեկ քաղաքում ապրեիր, Երևանից բացի, որ քաղաքը կլիներ։ Դա Լոսն է։ Լոսն է, շատ։ Գլենդել է։ Եվ վերջում որ հայտնի կոմիկի հետ կճանապարհորդես։ Օր Ջիմ Քերի։ Շատ լավ։ Հեշտ էր, չէ՞ հարցերը։ Ջիմ Քերի հետ իմ մանկության, դե ինքն էլ է ինձ ոգևորել շատ։ Ես որտեղ բանակից որ եկել էի, ուզում էի մնջախաղ ընդունվեի։ Որտեղ Ջիմ Քերի շատ է ոգևորվել այդ մասկա կինոյից հետո։ Իմ ամենասիրած կոմեդիոնի դերասանն է։ Մանավանդ մասկից հետո, այդ իր բառը։ Մեկ էլ միշտ ասա այո, всегда говори да, այդ ֆիլմն է, այդ ֆիլմն է շատ։ Էդ էլ էր, ու Ջիմ Քերի այդպես ոգևորված ու եկել էի, ուզում էի ընդունվել բան մնջախաղի ֆակուլտետ թատերականի, այնտեղ 4 տարի մեկ են հավաքում մի կուրսա։ Այն էլ արդեն հավաքել էին, առաջի կուրսը արդեն ավարտել էին, այդպես ստիպված, որպեսզի չկորցնեմ գնացի հայ ֆիլմ ընդունվեցի։ Շատ լավ։ Արմուշ օպրես շատ իրական անկեղծ էմոցիոնալ։ Մերսի շատ։ Զրույցի համար։ Քեզ էլ մերսի որ հրավիրեցիր ու շատ ուրախ եմ որ ես քեզ ճանաչում։ Ես էլ եմ շատ ուրախ։ Եթե այս զրույցը բարձրացրեց ձեր տրամադրությունը, ապա մեկնաբանություններ գրեք Արմուշին, իսկ հիշում եք, որ լավագույնը կստանա 2 վիտամին ակումբի հրավիրատոմս հենց նրա կողմից։ Իսկ այն մարդիկ, որոնք դեռ բաժանորդագրված չեն մեր ալիքին, բաժանորդագրվեք եւ նաեւ նշեք, թե ով կցանկանաք լինի մեր հաջորդ հյուրը։ Իսկ վերջում եկել եմ ձեզ հիշեցնեմ, որ այն գումարը, որը որ դուք ծախսում եք ձեր ճանապարհորդությունների ընթացքում, հարստացնում է հենց ձեզ։ Իրանք շտապում են, պրոստը են, որ ուզում են արագ գրեք։ Ներկայացման ենք։ Դե դանդաղ հանգիստ խոսա։ Ես պատրաստ եմ մինչև երեկո մեզ հետ լինել։ Հա, 6-ից հետո են անգամ, հասկացա։